Բարև ձեզ։ Ես Արսեն Վաչագանի Կնյազյանն եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին, որպես հասարակ քաղաքացի։ Ես իմ դիմումը ձևակերպում եմ այս ֆորմատով, տեսանյութի ֆորմատով, քանի որ այլ իրավունքներ չունեմ և կուսակցական չեմ և ոչ մի կուսակցության կազմում չեմ։ Հիմա դուք ինչպես գիտեք, որ մինչև ընտրությունները քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Ռուբինյանի մի հայտարարություն արեցին։ Այդ հայտարարությունը մոտավոր այսպիսին էր, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս մոտակա ընտրություններին, այս տարվա ազգային ժողովի ընտրություններին չհավաքի սահմանադրական մեծամասնություն, ուրեմն մեծ պատերազմ է լինելու սեպտեմբերին, աղետաբեր պատերազմ։ Ես խնդրում եմ բարձր դատարանին, որ տա այս հայտարարությունը, տա համապատասխան որակավորում, որպես ինֆորմացիոն ահաբեկչություն, նախընտրական ահաբեկչություն ինֆորմացիոն, և միայն հենց այս փաստի հիման վրա նույնիսկ չեղարկի ընտրությունների արդյունքները և նշանակի նոր ընտրություններ, քանի որ տասնյակ հազարավոր ծնողներ, ում երեխաները ծառայում են բանակում, հենց մենակ այս հայտարարության պատճառով ահաբեկվել են և ստիպված, սա ոնց որ զոռով մարդուն ստիպված ընտրել են քաղաքացիական պայմանագրին։ Սա նույնն է, ոնց որ մեկին ասես, եթե ինձ չընտրես, ես քեզ կսպանեմ, այս նույն բանն է համարյա։ Ուրեմն իմ պահանջը և խնդրանքը չեղարկել ընտրությունները և նշանակել նոր ազգային ժողովի ընտրություններ, նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից որպես ինֆորմացիոն ահաբեկիչ կուսակցություն։ Նաև Նիկոլ Փաշինյանին և Ռուբեն Ռուբինյանին զրկել սրանից հետո ՑՄԱ Հայաստանի Հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, նույնպես որպես ինֆորմացիոն ահաբեկիչներ։ Այսքանը, ես խնդրում եմ իմ այս տեսանյութը անպայման հասցնեք բարձր դատարանին, որպեսզի բոլորը տեսնեն ու իմանան ինչ է կատարվում։ Շնորհակալություն։